նույն անիվի գործով կա փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, դա համարում է ժողովրդական լեզվով ասած ձախողում եւ 25 միլիարդ դրամի մսխում։ Կա կալանավորված անձ, չկա կալանավորված անձ։ Տիգրան Ավինյանին, քաղաքակտիվիստը, որը հետախուզում է հայտարարվել, երբ երկիրը լքել է։ Տիգրան Ավինյանի ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հայտարարություն է անում քաղաքակտիվիստը փաստեր հրապարակում, ինչ է տեղ ունենում, երբ երկիրը խառն է, Արթուր Չախոյանին երկրորդ անգամ ծեծում են։ Արթուր Չախոյանին իսկ համայնքապետարանում մասիվի ծեծողին ինչ արեցին։ Ինչ տեղի ունեցավ։ Գործից չանեցին, հրաժարական տվեց ու հետո եւ հիմա Վարդան Ղուկասյանը հերիք չի այդ կալանքի կադրերը տեսանք, այսինքն այդ հակահաբեկչական վարչությունը ինչ գործ ուներ ԱԱԾ-ի այնտեղ կաշառքի մասին հայտարարությունով հակահաբեկչության վարչությունը մտավ դռներ ջարդելով, տենց շոու անելով բան արեց, տարավ։ Հիմա բաները հայտարարում են, որ խտրական վերաբերմունք փաստաբաններին չէին թողել, սնունդի հասանելիության խնդիր կար։ Հիմա այս ամեն ինչը խտրականություն է թե նորմա է։ Ասենք օրինակ, ինչի են փաստաբան Կոչուբաևին, որը Facebook-յան ստատուսի համար գալիս պարկացնում ասֆալտին, Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվող անձին, այդ տենց ակուրատնի բերման ենթարկում։ Ես չեմ ասում իրեն պետք է պարկացնեին ասֆալտին, բայց Կոչուբաևին ինչի են պարկացնում ասֆալտին։ Այս ամեն ինչի մեջ կա քաղաքական տար, թե չկա։